Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբոջորիշվիլին հանդիպումներ է անցկացրել Միացյալ Նահանգներում։ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները։ Ուշադրություն է դարձվել միջին միջանցքին եւ Վրաստանի դերին որպես տարածաշրջանային կապող օղակի եւ տրանսպորտային հանգույցի։ Նշվել է նաեւ Սան Ֆրանցիսկոյում վրացական նորարարական կենտրոնի բացման կարեւորությունը, որը կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական եւ նորարարական համագործակցության հետագա խորացմանը։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա քայլերը եւ հաստատել են հարաբերությունները հետագայում խորացնելու իրենց պատրաստակամությունը։ Բոջորիշվիլին հանդիպել է նաեւ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Քննարկվել են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցության հարցերը եւ Կալիֆոռնիա նահանգի հետ Վրաստանի համագործակցության զարգացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի ռազմավարական դիրքին եւ ներդրումային ներուժի օգտագործման հարցին։ Նախարարը Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետին հրավիրել է Վրաստան։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբոջորիշվիլին արձագանքել է Աբխազիայից եւ Ցխինվալիի շրջանից ներքին տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին։ Փաստաթուղթն ընդունվել է ռեկորդային 107 ձայնով։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր պետություններին, որոնք կանգնած էին Վրաստանի կողքին եւ աջակցում էին ներքին տեղահանված անձանց անվտանգ արժանապատիվ եւ առանց խոչընդոտների վերադառնալու իրավունքին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են բանաձևին եւ դարձել են նախաձեռնության համահեղինակներ։ Այս որոշմամբ յուրաքանչյուր երկիր եւս մեկ անգամ աջակցել է ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքին եւ իր աջակցությունն է հայտնել յուրաքանչյուր տեղահանված անձի, ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում է երկրի Եվրամիությանը միանալու բացասական հետևանքները։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Իզվեստիայի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պրագմատիկ են, նրանք վերահաստատում են իրենց ուղին դեպի Եվրամիություն, բայց գիտակցում են, որ այդ դեպքում չեն լինի երկիր, որը հայտնի է իր գինով։ Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Վրաստանի առևտրի 70%-ը ներկայում իրականացվում է Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ։ Այս ամենը լրջորեն հարցականի տակ կհայտնվի, եթե Վրաստանը միանա Եվրամիությանը, իմանալով, թե Բրյուսելը ինչ պահանջներ է առաջադրում նորեկներին։ Էլ չենք խոսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պահանջի, Եվրահանձնաժողովի հետ արտաքին քաղաքականության համաձայնեցման պահանջի եւ այլնի մասին։ Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև հարաբերություններն ընդհանուր առմամբ շարունակվում են բնականon հունով։ Թուրքիան իր քաղաքականությունն աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում կառուցում է հավասար գործընկերության փոխադարձ հարգանքի եւ համատեղ օգուտի սկզբունքների վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին հայտարարել է Նիգերի նախագահ Աբդուրահմանե Չիանիի հետ համատեղ ասուլիսում։ Ըստ Թուրքիայի ղեկավարի Անկարան աջակցում է աֆրիկյան պետությունների հետ երկխոսության զարգացմանը ինչպես առևտրային եւ տնտեսական, այնպես էլ անվտանգության, կրթության, մշակույթի եւ տրանսպորտի ոլորտներում։ Էրդողանը ողջունել է բարեկամական եւ եղբայրական աֆրիկյան երկրների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, որն անկայունացնում է մայրցամաքը, մասնավորապես Սահելի տարածաշրջանում։ Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում Նիգերի անվտանգության ուժերի հակազդեցությունը ահաբեկչական կազմակերպություններին։ Անկարան եւ Նիամեյը նաեւ ուսումնասիրում են ռազմական ուսուցման եւ հետախուզության ոլորտներում ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է իր փորձը կիսել Նիգերի հետ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կգրանցվեն այն հանդիպումներից, որոնք աֆրիկյան երկրի պատվիրակությունը կանցկացնի Թուրքիայի առաջատար պաշտպանական ընկերությունների հետ։ Թուրքիան եւ Հարավային Կորեան վերահաստատել են իրենց հանձնառությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Սեուլում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Մենք վերահաստատել ենք մեր ընդհանուր վճռականությունը զարգացնելու մեր առևտրային հարաբերությունները եւ ավելացնելու փոխադարձ ներդրումները, ասել է Ֆիդանը X-ի իր էջում։ Նա ասել է, որ երկու կողմերը քննարկել են նաեւ ռազմավարական ոլորտներում համատեղ նախաձեռնությունները, այդ թվում միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության եւ առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։ Ֆիդանի խոսքով բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ համաշխարհային արդիական հարցերի վերաբերյալ համապարփակ տեսակետներ, մասնավորապես Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Մենք կշարունակենք խորացնել Թուրքիայի եւ Կորեայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությունը փոխադարձ շահերի հիման վրա, եզրափակել է Ֆիդանը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունն Իրանի դեմ, եթե իրանական հարձակումների հետևանքով ամերիկացի զինծառայողներ զոհվեն։ Եթե նրանք սպանեն ամերիկացի զինծառայողների, կարծում եմ ես դա կանեմ շատ արագ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները ցանկացած դեպքում կհաղթի, լինի դա բանակցություններով թե ռազմական ճանապարհով։ Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև համաձայնագրի առանցքային դրույթները ենթադրում են, որ Իրանը հրաժարվում է միջուկային զենք ստեղծել, ինչպես նաև բացելու է Հորմուզի նեղուցը։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնին Իրանի հետ համաձայնագիր պետք չէ երկրից հարստացված ուրան ստանալու համար։ Մենք կարող ենք այն ստանալ հենց հիմա։ Ես չեմ կարծում, որ նրանք կարող են մեզ կանգնեցնել, եթե ցանկանանք, բայց դրա համար որևէ պատճառ չկա։ Այն թաղված է։ Թրամփի խոսքով ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Միացյալ Նահանգներին Իրանի հետ հակամարտությունում։ Մենք դիմեցինք ՆԱՏՕ-ի երկրներին եւ անկեղծ ասած նաեւ մի շարք այլ երկրների։ Չի ասի, որ մենք նրանց վրա ճնշում էինք գործադրում։ Ես ասացի, եթե ցանկանում եք օգնել, դա հիանալի կլինի, բայց նրանք բոլորը մերժեցին մեզ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը X-ի իր էջում արված հրապարակման մեջ հայտարարել է, որ ազգային միասնության կառավարության տեսական հիմքի, միասնության, համախմբվածության եւ համերաշխության պահպանումը մնում է իր քաղաքականության առանցքային առաջնահերթությունը։ Նրա խոսքով այս քաղաքական գիծը հիմնված է Իրանի զոհված գերագույն առաջնորդի թողած գաղափարական ժառանգության եւ կրոնաքաղաքական սկզբունքների վրա։ Փեզեշքյանը նշել է, որ իմամի սրբազան համբարձման տարելիցի կապակցությամբ, որը համընկնում է իմամության եւ վիլայաթի տոնի հետ, ինքը թարմացնում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդին տված իր երդումը այս արժեքավոր ժառանգությունը պաշտպանելու եւ պահպանելու գործում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային մեդիա գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին շեշտել է, որ դրանք շատ լավ վիճակում են թե տնտեսական, թե քաղաքական, թե ներդրումների եւ այլ առումներով։ Փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում լոգիստիկան, մասնավորապես Հյուսիս-Հարավը, մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։ Առևտուրը աճում է, նաև բացվում են փոխադարձ մատակարարումների լրացուցիչ հնարավորություններ։ Բանակցություններ ենք վարում մի շարք կոնկրետ ոլորտների շուրջ։ Դեռ վաղաժամ է այդ մասին խոսել, բայց դա առաջին հերթին վերաբերում է էներգետիկային։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին եւ Երևանին տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման հարցում, ինչպես նաեւ հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նա հավելել է, որ Մոսկվան զգալի ներուժ է տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Հարավային Կովկասի երկրներին եւ նրանց պատմական հարևաններին։ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի մերձեցմանը, ինչը կամրապնդեր տնտեսական կապերն ընդհանուր տարածքում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Նրա գնահատմամբ դա դրական կանդրադառնա հանրապետության տնտեսության վրա ապրանքների ընդհանուր շուկա մուտք գործելու եւ տրանսպորտի, ծառայությունների ու ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնման հաշվին։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաեւ նշել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական մեծ տարածքի առանցքային տրանսպորտային լոգիստիկ հանգույցներից մեկը։ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս վերսկսել մշակութային հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ընդհանուր առմամբ Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամբողջ համալիրը։ Դա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին։ Անհրաժեշտ ենք համարում մոտ ժամանակներս վերսկսել լիարժեք համագործակցությունը մշակութային հումանիտար ոլորտում ստեղծված դադարից հետո։ Այստեղ կան մի ամբողջ շարք նախաձեռնություններ, որոնք քննարկվել են, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով։ Զախարովան նաև նշել է, որ սպասում են անցած տարվա ամռանը Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանի քաղաքացիների շտապ ազատ արձակմանը։ Մշտական կապի մեջ են իրենց հայրենակիցների, հարազատների եւ փաստաբանների հետ եւ շարունակում են երկխոսությունն ադրբեջանական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ։ Ադրբեջանում Ռուսաստանի 11 քաղաքացիները ձերբակալվել են Իրանից թմրանյութերի մաքսանենգության եւ տարածման, ինչպես նաեւ կիբերխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների եւ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակին եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների շուրջ։ Իրանի արտգործնախարար Արաղչին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի եւ վերջին զարգացումների վերաբերյալ։ Իր հերթին Ջեյհուն Բայրամովն ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման համար դիվանագիտական ջանքերի կարեւորությունը։ Նախարարները քննարկել են նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր, ինչպես նաեւ ընթացիկ գործընթացները։ Ազովի ծովում գտնվող երկու բեռնատար նավերը, որոնցում ընդհանուր առմամբ Ադրբեջանի 25 քաղաքացի է եղել, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 5 հոգի զոհվել է։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Արտգործնախարարությունն այժմ համակարգում է այս հարցի շուրջ իր աշխատանքները պատկան մարմինների, մեր երկրի դիվանագիտական ներկայացուցիչների եւ համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ։ Ռուսաստանում մեր դեսպանատան մի քանի աշխատակիցներ մեկնել են դեպքի վայր։ Մեր քաղաքացիների վիճակի, նրանց հայրենիք վերադարձի եւ անհրաժեշտ հյուպատոսական աջակցության տրամադրման հետ կապված հարցերը ուշադրության կենտրոնում են, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-խոսնակը։ Հայտնի է դարձել, որ թիրախավորվել են Նատրա եւ Ցիրկոն բեռնատար ջերմանավերը։ Դրանք Թուրքիայից ուղևորվում էին Ռուսաստանի Ռոստովի մարզ հացահատիկ բեռնելու նպատակով։ Դրանք նավարկել են օտարերկրյա դրոշների ներքո եւ ուղղակի կապ չունեին Ադրբեջանի հետ։ Ըստ հրապարակումների յուրաքանչյուր նավի ուղղությամբ արձակվել է 4 անօդաչու թռչող սարք։ Մարոթ Արվերդյան, Հարևաններ։